Բարև ձեզ։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, նախ եւ առաջ այսօր թեմաները շատ են, նախ եւ առաջ ցանկանում եմ խոսել բանակում տեղի ունեցած ցավալի դեպքից, մենք իմացանք, որ զոհ ունենք, ով խաղաղ պայմաններում է զոհվել, եւ առհասարակ ստատիստիկ տվյալներին հայացք գցելուց մենք տեսնում ենք, որ 7 ամսվա մեջ 30 զինվոր է զոհվել խաղաղ պայմաններում։ Սա ինչա նշանակում։ Սա նշանակում է, որ էլի Նիկոլի բանակում բարդակա այն տեղում, որտեղ որ Նիկոլը, նիկոլականները պետքա ամենակարևոր տեղը բանակը, որտեղ պետքա լինի դիսցիպլինա, կարգապահություն, որտեղ պետքա զինվորների ուշադիր լինեն զինվորների իրար հետ տեղի ունեցողին, նրանց առօրյա կյանքին, նրանց խնդիրներին, 7 ամսվա մեջ 30 զոհ, դա լինում է մեկ ամսում մոտավորապես 4 զոհից ավել։ Դուք հասկանում եք, սա ինչ շռայլություն է Հայաստանի Հանրապետության պես պետության համար։ Այդ քո ասած խաղաղությունը ինչի համար էր, եթե պատերազմ չի երկրում, եթե ադրբեջանցիների կրակոցից, թշնամու կրակոցից չէ, բայց ունենում ենք զոհ։ Այս ամեն ինչի համար պետքա պատասխան տան Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Մի հատ նորմալ երկրում 7 ամսվա մեջ 30 զոհ լիներ, պաշտպանության նախարարը իր հրաժարականը կստորագրեր, կգնար բերդը կփթեր, որ պատասխանատվություն կրեր այս ամեն ինչի համար։ Մեր երկրում ինչ զոհա, հիմա Սուրեն Պապիկյանը ինչ անի 150 կիլոմետր հեռուտեղ տղա է զոհվել։ Ու հանգամանքները ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ դժբախտ պատահարի արդյունքում չի զոհվել այս տղան։ Ինչ որ զինվորները իրար հետ խնդիրներ են ունեցել, հոգեպես ճնշվել այս տղեն, նրան ծեծել են։ Լավ էս խայտարակությունը, գլոբալ խայտարակությունը երբ է վերանալու մեր երկրից։ Շարունակենք, անցնենք առաջ, ես ցանկանում եմ խոսել քաղբանտարկյալների թեմայից, մենք նաև տեղեկացանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարին Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից եւ դրանից հետո գիտենք ինչա գալիս, շինծու քրեական գործ հարուցել, նորից ձերբակալություններ։ Պետք է նշեմ, որ Ուժեղ Հայաստանից արդեն 2 ամիս է նստած է ալիկը, ով էլի ոչինչ չի արել, նրան ձերբակալել են, այսօր Facebook-ով իմ մոտ մի տեսանյութ բերեց, որ ամիսներ առաջ նրանց ընկերը գյումրեցի նստած էր եւ ալիկը նրա երեխային նվեր է տանում, խաբում են, ասում են պապան Ռուսաստանում է, հիմա էլ նույն վիճակում ալիկն է, մոտ 2 ամիս է իր երեխային չի տեսել։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի մեջ է եւ ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ով տնային կալանքի մեջ է, ինքն էլ է քաղբանտարկյալ։ Նրա ազատությունը սահմանափակած է։ Սամվել Կարապետյանն է տնային կալանքի մեջ, հարյուրավոր ակտիվիստներ Ուժեղ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի, Հայաստան Դաշինքի կաշառք բաժանելու կեղծ մեղադրանքով մոտ 1000 մեր հայրենակիցներ գտնվում են անազատության մեջ։ Անազատության մեջ է Գագիկ Ծառուկյանը, ով մտավ խորհրդարան, նրա դեմ շինծու քրեական գործեր հարուցեցին, ինչ որ պարսիկների գործով, կենթանիների գործով, այդ խեղճ մարդը հավաքեց 4%-ը մտավ խորհրդարան, խորհրդարանից դուրս թողեցին։ Գագիկ Ծառուկյանի ցուցակից ծիծաղելի դավաճանության հոդվածով նստած է Անդրանիկ Թևանյանը, Արեգնաս Մանուկյանն է անազատության մեջ, Հանրապետական կուսակցությունից իմ շատ հարգելի Արմեն Աշոտյանն է անազատության մեջ նորից, անազատության մեջ է Ավետիք Չալաբյանը, անազատության մեջ է Ղազինյանը։ Ես ուզում եմ հասկանամ, մինչև ուր Նիկոլ, մինչև ուր ես քո կարճ խելքով մարդկանց ազատությունից զրկելով մտածելու, որ կարող ես քո դավաճանական ծրագիրը տանես մինչև հաղթական ավարտ քո ու թուրքերի համար։ Հիմա ինչի եմ ասում քո ու թուրքերի համար։ Դու այնքան ճղճիմ ղեկավար ես, դու
Անընդհատ ուզում ես ցույց տաս, որ դու ուժեղ տղա ես, որ դու սրան կփակես նրան, արա դրանից դու չես ուժեղանում, դու ծիծաղելի երևույթ ես, արա, դու քո աղջկեքին, տեսել ես ինչ նկարներ են գցում համացանց, տեսել ես կիսամերկ, այն մի աղջիկը ձիերի հետ պաճպճվելով, ձիերին, չգիտեմ, տարբեր տեղերը լվալով բան, արա դու ով ես վաբշե, ես ուզում եմ հասկանամ, դու որտեղից ես, դու ոնց որ բոլորս ենք լույս աշխարհեկել, դու այտենց չի եղեք քո հետ, դու յուրահատուկ էգզեմպլյար ես, մարդը քո նման չի լինում, այս մարդկանց ձերբակալել ես, թուրքերի հետ աղբերություն ես անում, բա որ գնացել էիր Սյունիք, խուստուփ, էլ ասում էիր ես կդրտող ջուրա, սառը ջուրա խմում էիր, շունչդ է կտրվում էր, սենց խոսում ես, սարան ես տգեղ է, սարան ես տհաճա, տղամարդկային ոչինչ վրեդ չկա, անցնենք առաջ, այդ արտաքին տեսքը հլա անցնենք առաջ, բա կոլեգաներդ Ադրբեջանից Թոֆիկ Զուլֆուգարովը, ասում է Նիկոլը մեզնից չի հարցրել, որ գնացել է Սյունիք, Սյունիքը մեր հողն է, արա դու սենց, որ ասում ես խաղաղություն, անվտանգություն, բան էսկոմենկոմ, արա դու ես երկրի ղեկավարը, դու ես Թուրքիի հետ գործովսկի, քեզ չեն հանդուրժում, որ գնում ես Սյունիք, Երևանից Էշմիածնից աչու ձախ արիր, թուրքերի մոտ Սիրենան միանում է, կարող է արա դրանց խոսք ես տվել, որ օրինակ պետքա Սյունիք չգնաս, կարող է ձեր Գաղտնի հանդիպումների ժամանակ Ալիևին ասել ես ցավդ տանեմ Սյունիքն էլա քոնը գուլյա տարա ոչ մի խնդիր չկա հա բա դու տենց տղա ես տենց մարդ ես դու արա քո երկրում ասում ես Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան անկախ չի եղել Արցախով մենք անկախություն ձեռք բերեցինք սովետի ժամանակվանից ռուսները ցեղասպանությունն ու Արցախի հարցը կապել են մեր գլխին բա մի ով է ինչ կապե գլխի տարա որ գնում ես Սյունիք քեզ ադրբեջանցի տենց պաշտոնա թող, պաշտոնյա ինչ-որ, ասում է, որ Նիկոլը մեզ չի հարցե, որ Սյունիք գնա, շատ սխալ է արե, բա դու չես ամաչում արա, այ Նիկոլ ընտրողներ, էս ա ձեր պատկերը, էս երևույթն ա ձեր պատկերը,